Ջամպաները ջամպանից մաքուր էր, պամուչիգար արկազու։ Հալեպից հատուկ չվերթով Երևան ժամանած սիրիահայ Կարոնի Կողոսյանը վերջին թարմ նորություններն է պատմում այնտեղ տիրող իրավիճակից։ Արդեն մի քանի օր է իր 150 ընկերների հետ ամառային հանգիստն այստեղ Հանքավանի լուսաբաց ճամբարում է անցկացնում։ 15 օրվա ընթացքում սիրիահայ ճամբարականները բազմաթիվ ընկերներ ու բարեկամներ են ձեռք բերել, սովորել հայկական երգեր ու պարեր, հայրենիքի մասին պատմող ֆիլմեր դիտել, կատարելագործել մայրենիի իմացությունը։ Առաջին մի քանի օրը դժվար էին, ընտանիքեն հեռու եւ մեծ համար դարբեր էր այս experience-ը, բայց հետո ավելի ընտանիք եղանք, ընտանիք կազմեցինք հոս եւ ավելի դունի սկացում եղավ, ավելի սրտիս մեջ դեղ ունի Հայաստան։ Դալարն արդեն վերադառնալու է Դամասկոս։ Ամեն ինչ հանգիստ է, որևէ վտանգ չկա, լինելու դեպքում էլ կվերադառնամ հայրենիք։ Այստեղ մեզ սիրով սպասում են, ասում է նա։ Այս օրերին նրանք բազմաթիվ հյուրեր են ունեցել։ Կոտայքի թեմի առաջնորդի կարգադրությամբ թեմի հոգևորականները եւս պարբերաբար այցելել են ճամբար, օգնել երեխաներին դուրս գալ պատերազմի լարվածությունից։ Սկզբնական շրջանում նկատելի էր լարվածությունը, նկատելի էր հուզմունքը, սակայն երեխաների մոտ հիմա բավական լավ վիճակ է եւ իրենք գիտեք ավելի ուրախ են եւ ավելի խանդավառ են։ Մեր մոտ եկել է 2 անգամ հյուր հոգևորականներ եւ աղոթել ենք իրար հետ Սիրիայի համար, որ ընդ լավ լինի։ 420 սիրիահայ երեխաներից 120-ն արդեն վերադառնում են։ Նրանց հրաժեշտ տալու համար այստեղ էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը, հոգևորականներ, երգիչներ։ Սիրիահայ երեխաները ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի կողմից օրհնված խաչեր ու սրբապատկերներ ստացան։ Այս ճամբարային 420 երեխան դա նոր յուրօրինակ կամուրջ է սփյուռք հայրենիք կապերի ուժեղացման, զարգացման, զորացման համար, որովհետև այս բոլոր երեխաները երբեք հայրենիք չեն մոռանա եւ երբեք այս երեխաները ուր էլ որ ապրեն, ինչ էլ որ անեն, նրանք հայ են մեծանալու։ Ուրախ եմ, որ այս իրավիճակների մեջ մեր զավակները կապված են մնում եկեղեցու հետ, որովհետև եկեղեցին ինքն է միշտ կապված մնում իր զավակների հետ։ Եվ այն բարոյական, հատկապես հոգեկան, հոգեբանական մեծ մխիթարությունն ու սատարը եկեղեցին կարողանում է հասցնել ուր որ լինեն։ Այստեղ Հայաստանում, չէ նույն Սիրիայի մեջ, Դամասկոսում կամ Հալեպում, որտեղ Փառք Աստուծո իրենց բնականոն ընթացքով դեռևս իր առաքելությունն են տանում, թե Դամասկոսի թեմը, առաջնորդ Սրբազանը, եւ թե Հալեպի թեմը, Հալեպի առաջնորդ Սրբազանը իր հոգեվորականներով։ Ճամբարականները Սիրիա կտանեն ջերմ ու բարի հուշեր։ Սփյուռքի նախարարի խոսքով հայրենիքում հանգստի հնարավորություն կստեղծվի եւս 300 սիրիահայ երեխայի համար։